մոտ 2 րոպե Կարմիր Սուլթանին սպանելու համար։ 1894-96 թվականների Համիդյան ջարդերից հետո, որին զոհ գնաց շուրջ 300,000 հայ, ՀՅԴ-ն որոշում կայացրեց մահապատժի ենթարկել Աբդուլ Համիդ II Սուլթանին։ Քրիստափոր Միքայելյանի գլխավորությամբ ձևավորվեց հատուկ ջոկատ, իսկ գործը ստացավ նժույգի գործ անվանումը։ Ծրագիրը հստակ էր։ Ուրբաթօրյա աղոթքից հետո Սուլթանիե մզկիթի դիմաց պայթեցնել Վիեննայից բերված շքեղ կառքը, որի մեջ պետք է լիներ 124 կիլոգրամ ուժեղագույն պայթուցիկ։ Հաշվարկը կատարյալ էր։ Սուլթանը դուրս էր գալիս մզկիթից շեփորների հնչելուց 1 րոպե 48 վայրկյան անց։ 1905 թվականի հուլիսի 21-ին ռումբերը պայթեցին, սակայն Սուլթանը ողջ մնաց, քանի որ մի քանի վայրկյան ուշացել էր։ Չնայած դրան, նժույգի գործը դարձավ հայ վրեժխնդրության ամենախիզախ դեպքերից մեկը և հիմք հանդիսացավ լեգենդար Նեմեսիսի համար։